բարոյական առումներով։ Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը եւ կանխելու նրանց թռիչքը։ Նրանք լուրջ անելիքներ ունեն եւ անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը, սա Հայաստանն է եւ վերջ։ Սա Հայաստանն է, որտեղ մենք կազմավորել ենք պարտկառելի զինուժ եւ որի հետ այլևս կատակ չեն անում։ Նա է մեր ապահովության, անվտանգության եւ հարատևման երկաթե խարիսխը։ Սա Հայաստան է, որից տրամաբանությունը չմթանգնածները զգուշանում են։ Գիշերվա կեսին լեռների ձյան մեջ կանգնած երիտասարդ զինվորն իր կեցվածքով ասում է բոլորին. սա Հայաստան է եւ վերջ։ Ով իրավունք ունի նրա թիկունքում նրա Հայաստանը ջլատել։ Ես ելի եմ ասել, ուշ հասկացողների համար կրկնում եմ, ոչ ոք իրավունք չունի։ Երկրում հարցեր շատ կան, բայց կա նաև հարց լուծողը, ժողովուրդը, որը նախագահի բնորոշմամբ նոր պատմական դարաշրջան մտնող Հայաստանի տերն ու ժառանգն է։ Ես ասում եմ, հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում եւ կենցաղավարության մեջ։ Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պտուղներ տան։ Արդեն սկսում ենք վերջնախաղը, հաղթական վերջնախաղը։ Սա նոր Հայաստան է եւ վերջ։ Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ։ Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ։ Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ։ Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է եւ վերջ։ Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է եւ վերջ։ Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաեւ հունոտիքը իր վրայից թափող նոր պատմություն կերտող Հայաստան է եւ վերջ։ Կեցցե Հայաստանը։ Առաջ դեպի ապահով Հայաստան։ Շնորհակալ եմ։ Արկադի Գրիգորյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։